Նախ եւ առաջ առավոտը որ վեր ենք կենում, մենք շատ ենք սիրում սուրճ խմել հայերը, ու միշտ արտանում ենք որ սուրճ խմենք, չէ՞, շատ ժամանակ։ Այդ սուրճի մասին երկու բառով ասեմ, որ ավելի լավ է լինի սուրճը բոված թեթև, եթե առնում ենք չգնանք այն սև սուրճը վերցնենք, որովհետև դա էլ է շատ վնաս մեր օրգանիզմին։ Դա լինի էլի ամբողջահատիկ, ոչ թե մշակված ռստվարի լուծվող եւ այլ տիպի աղացած արտենը։ Առաջի հերթին նախ եւ առաջ մենք երբ որ զարթնում ենք, մենք պետք է խմենք 2 բաժակ գոնե կամ մի բաժակ գոլ ջուր։ Ինչի համար, որովհետև մեր բոլոր սվինկտերները, որպեսզի ասենք լեղապարկի սվինկտերները բացվեն, այսինքն լեղին մեզ պետքա գիշերվա ժամերին ինքը ունենք կանք այդ լեղի եւ մենք պետք է նպաստենք, որ այդ լեղին ակտիվանա եւ մարսողության համակարգին ապահովի անհրաժեշտ ֆունկցիոնալ դերակատարությունը։ Շատերը ունեն խնդիրներ, ասենք ստամոքսային համակարգի հետ եւ նաեւ այդ հացի եւ ուգլիվոդների շատ քանակությունն է բերում, չէ, փորկապության։ Այդ փոքր լայֆհակը լիմոնաջերով, ասենք, երբ որ դու 2 բաժակ խմում ես ու սպասում ես մի կես ժամ, որ դա լավ աշխատի քո օրգանիզմում, հետո նոր անում ենք թեթև զավտրակ, կարելի է թեթև լինի, կարող է լինի եւ մի քիչ ավել, առավոտվա կերածը, քանի որ մենք շատ ակտիվ ենք առավոտվա ժամին եւ մեր մետաբոլիզմը ավելի արագ է լինում, այդ իմ ասած մեթոդ տարելքի շատ լավ աշխատում է ու որ ասում ենք բալանսավորված սնունդ, դա պետք է լինի ափսեի մեջ եւ սպիտակուտ եւ ճարպեր եւ ածխաջրեր։ Այսինքն այդ կեսը մենք վերցրեցինք, որ լինի բանջարեղեն եւ մրգեր։ Կարող ենք օրինակ բիլոկը առավոտը շատ լավ է, օրինակ սպիտակուց ձվածեղի տեսքով կամ ձուխա շատ լավ է։ Եվ մնացածը կարող ենք վերցնել ճիշտ ճարպեր, օրինակ ավոկադո, կարող ենք ավելացնել այնտեղ ոչ թե արեխի, ընկուզեղեն, այո։ ընկուզեղեն, Նուշ գետնա, նուշ, տուկ, այո։ Հա, ու կարելի է եւ ցելնզի ամբողջահատիկ ծորենի շիլաներ, այո։ Շիլաներ, բայց պետք է աշխատենք, որպեսզի մեր օրգանիզմը ամեն ինչ ստանա, ինչ իրան պետք է, ոչ թե դատարկ կալորիաներ, այլ լինի ամեն մեր ուտելու մեջ սպիտակուցներ, ածխաջրեր եւ ճիշտ ճարպեր։ Եվ օրվա ընթացքում 1.5-ից 2 լիտր գոլ ջուր խմելն է շատ լավ։ Կամ սենյակային ջերմաստիճան։ Այո, կամ սենյակային ջերմաստիճան, բայց ոչ թե սառը։